Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք News լրատվականի եթերում, հյուրս այսօր Ահարոն Ապիկյանն է, Պահեստազորի սպա։ Շնորհակալ եմ պարոն Ապիկյան, հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ Արմինե ջան, բարև ձեզ։ Հրավերքը սիրով ընդունել եմ եւ ուզում եմ մասնակցեմ հաղորդաշարին։ Կուզենայի իմ առաջի խոսքով խոնարհումս մեր նահատակներին եւ նահատակների ծնողներին եւ ընտանիքներին մենք ամեն րոպե պարտավոր ենք հիշելու եւ իրենց կիսատ գործը շարունակելու եւ ամեն հայ սրտում պետք է բոլոր նահատակները միշտ հիշվեն եւ կիսատ թողած գործը շարունակեն։ Այո։ Շնորհակալ եմ եւ հիմա կուզեի որ մենք խոսենք որպես ռազմական գործիչ պարոն Ապիկյան մեր անվտանգությունը ինչ իրավիճակում է, հա մենք ինչ վիճակում է գտնվում մեր պետությունը, արդյոք ապահով է, արդյոք հայ ժողովրդի անվտանգային այդ համակարգը, հա անվտանգությունը ապահովված է։ Հիմա ես կուզեմ որ մեր հարցազրույցը մենք սկսենք սահմանային գոտում տեղի ունեցող իրողություններով, անունը դրել են սահմանազատում, սահմանագծում, բայց մենք ինչ ենք տեսնում, միակողմանի զիջում։ Ես ընդհանրապես հիշեցնեմ ձեզ 1 տարի առաջ Կիրանց, Բաղանիս, Ոսկեպար, հա, այդ հատվածից կտոր կտրեցին, անունը դրեցին սահմանն են գծում Հայաստան, Ադրբեջան եւ հանձնեցին թշնամուն։ Հիմա էլ այդ սահմանագծման գործընթացը շարունակում են նույն հատվածից եւ թիրախում Ոսկեպարն է օրինակ։ Ինչ եք դուք կարծում, ինչ է տալիս մեզ առհասարակ այս սահմանազատում, սահմանագծում կոչվածը եւ որքանով է այն ապահովում մեր անվտանգությունը, մեր պետության անվտանգությունը, թե դա իսկապես, ասենք, մի քող է, առիթ է իրականում Ադրբեջանի թշնամական պետության հրահանգները կատարելու համար։ Խնդրեմ։ Այ ասեմ Արմինե ջան, որ այսօր պետք չի հիշեցնել երբևիցե որևիցե հայրենասեր մարդու որ նման դեպք է տեղի ունեցել, իսկ եթե այսօր բոլորս մեզ պատկերացնենք Կիրանցի, բոլորս պատկերացնենք մենք Ոսկեվասի, Բարավակարցի, ամեն վարքյան այդ հարվածը մենք կտեսնենք, թե ինչքան ինքը վտանգավոր գործողություն է ու ինչ կտրվեց մեր սրտից ու նվիրվեց այս խոսքի արժեքով այդ ամեն ինչը հասկանանք, բացի պետությունից մետ նայենք ժողովրդին, ժողովրդից նայենք պետությանը, քանի որ մեկը մյուսի զավակն է։ Այդ զավակից կդրել տալ, ծնողից կդրել զավակից այս գաղափարախոսությամբ, թե մենք ինչ ենք մեզնից տալիս մեկ ուրիշին ու անունը դնում սահմանազատում, ու քանի սերունդ սրա համար իրեն զրգեց կյանքից, ապրելակերպից, լավ փափուկ կյանքերից, որ այդ ամեն ինչը պահպանվեր ու այսօր մի հատ իշխանություն որոշում է, որ սա ճիշտն է, սա սահմանազատումն է, սա մեր ապագան է, սա մեր, չգիտեմ ինչն է, այդ սխալ է։ Ինչով է սխալ, որ եթե կար անելիք որ ժողովուրդը պետք է որոշեր, ուրեմն թող դրվեր ինչ որ մի հատ ժողովրդական հարցման, ժողովրդական քվեարկության հանրակրվե արվեր, եթե ժողովուրդը դա ոգի կանգնե, ոգի շնչվե, որ սա մերն է, մեր պապականն է, մեր հայրենիքն է կամ մեր հայրենիքի մի հատվածն է, այլ ոչ կամքին հագարակ գործողություններ պայքարող ազնագազմը քիչ էր, չգնացողը չգիտես ինչ պատճառներով չէր կարողանում հասնել այդ կետին, որտեղից բոյկոտը կամ բողոքը իր բարձրացնել, բնականաբար օրենքի ուժեղը կարողացավ իր գործողությունը կատարել։ Օրենքով է իրականացել։ Չէ, նկատի ունեմ իշխանության օրենքի ուժի մասին, ոչ թե սահմանազատման օրենքի համապատասխան։ Չէ, իրականում այդտեղ իրավական տեսանկյունից հիմք չկա։ Իրենք վերցրեցին մի փաստաթուղթ Ալմաթայի, այսպես ասած, ասում են Ալմաթայի փաստաթղթի հիման վրա 1991 թվականի, այդ փաստաթղթի հիման վրա մենք սահմանազատում ենք իրականացնում, բայց իրականում այդ փաստաթուղթը որևէ կապ չունի սահմանազատում իրականացման երկու պետությունների միջև սահմանազատման իրականացման հետ։ Մենք կարճ ենք մենք Կիրանցից, կարճ ենք Հայաստանի Հանրապետության ցանկացած սահմանային հատվածից, հասկանանք որ հատվածն է, եթե իրանք ասում են Ալմատայի հռչակագրով է այս հատվածին, մենք ունենք հատվածներ, այսօր փաստացի մեր տարածքում են։ Եթե այդ հռչակագրով ենք նայում, բայց դրա լուծումը ով է տալու, ով է պատասխան տալու այդ ամեն ինչին, ինչ հիմքով են, իրանց ուժով են, մեր խեղճությամբ է, մեր բանակի քայքայվածության արդյունքում է, որ մենք ի վիճակի չենք մեր
հողը ազատագրենք կամ պայքարենք մեր պաշտպանությունը, մեր ազատությունը, մեր ինքնուրույնությունը, մեր ժողովրդի այս քաոսային ստեղծված ամեն կողմից ճմրթված ու բարոյալքված ազնագազմ են հասցրել մարդկանց ժողովրդին են աստիճանի, որ բարոյալքվել են։ Տրամադրություն էլ չունեն դրա մասին որոշելու, խոսալու, ապրելակերպն են ուղղակի կազմակերպում։ Պարոն Ապիկյան, դուք կարծում եք, որ այնինչ կատարվում է սահմաններին, հա, այդ որտեղ մենք իրապես տեսնում ենք միակողմանի զիջման մի ամբողջ գործընթաց է, մեր հայրենիքի տարածքները մաս-մաս տրվում է, ինչպես արդեն հարցումս ասեցի, իրականում տրվում է թշնամուն, անունը դրել են սահմանազատում, սահմանագծում։ Հիմա դուք կարծում եք, որ ուղղակի մեզ պարտադրվում է Ադրբեջանի կողմից իր համար նախընտրելի, հա, սցենարով Հայաստանի քարտեզի վերաձևում, կարող ենք այդպես ասել, եւ դա մինչեւ ուր կարող է հասնել, եթե մենք այդչափ թույլ ենք եւ այդչափ ենթակա թշնամական պետության օրակարգն ենք իրականացնում, այս գործընթացը մինչեւ ուր կարող է հասնել։ Բախտ է վիճակվի, որ եթերից երկու բառով կարողանամ եսի մտքեր արտահայտեմ ու նման շատ հայրենակիցներ կուզենային արտահայտվեին, ով պետք է վերջապես հագարագործին, թշնամուն, իրենց ղեկավարին, իրենց ղեկավարի ենթականերին պատասխանի իրենց հռետորաբանությունը, թե սա մերն է եւ վերջ։ Մենք պատրաստ ենք մեր հողը պաշտպանելու, հետ ենք շպրտում կամ մեր նպատակը սա է, որ մեր եկեղեցիները, վանքերը, մեր հայրենիքը, մեր շեմը հետ վերադառնա մեզ։ Ով պիտի պատասխանի այս ամեն ինչին։ Հայ ժողովուրդը։ Բայց պատասխանում է հայ։ Պատասխանող չունենք։ Ամեն օր ելույթներով, չգիտեմ, տարբեր սցենարներով այսօր առաջնային դեմքից բացի ազգային ժողովի իրենց падգամավորներն են կարողանում արտահայտվել, արդեն մենք այս նպատակն ունենք, չգիտեմ, հայալեզու հայերեն իմացող ադրբեջանցին է իր խոսքը ասում, էդի մեր երկիրն է գալու ենք։ Այդ ամեն ինչի դեմ է վերջապես ով է առնելու, ով է պատասխան տալու, ով է մեզ առաջնորդելու։ Մենք սրա խնդիրը ունենք, մենք ուզում ենք մեր առաջնորդը լինի այն հայը, այն հայրենակիցը, որ մեզ ուղղորդի մեր ունեցածը պաշտպանելու, մեր անվտանգության գոտին դրվի եւ վերջ։ Սա է մերը։ Պարոն Ապիկյան, տեսեք, դուք ձեր խոսքում ինձ մեկ բան հիշեցրիք ձեր խոսքով, ընդամենը վերջերս էր մի խումբ ադրբեջանցիներ էին այնուհանդերձ, իրենք գուցե Իրանից էին եկել, բայց երգում էին ադրբեջաներեն մեր Երևանի սրտում, կենտրոնում, հրապարակում, Ղարաբաղ երգն էին երգում, որը ադրբեջանական, այդպես բառերով, ադրբեջանական երգ է։ Եվ իրենք այսպես այդ մեր ցավը կարծես հատուկ բորբոքելով, որպես ասենք մեր հայրենիքը կորցրած ժողովուրդ, պարտության ենթարկված, իրենք ծափահարում էին, այսպես ցինիկաբար հրճվում էին եւ մեկ ոստիկան չէր մոտեցել, ասենք զգուշացնելու, որ լռեք օրինակ, կամ հասկանալու, թե ովքեր են այդ մարդիկ, այդ թշնամական երկրի երգը երգողները ովքեր են, չէին մոտեցել անգամ գոնե հարցում անելու համար։ Եվ գիտեք ինչ եղավ, այն մարդը, ով որ այդ տեսանյութը տարածել էր եւ կոչ էր արել ոստիկաններին տեսնել ինչ է կատարվում մեր երկրի ներսում, այդ մարդուն կալանավորեցին եւ քրեական գործ հարուցեցին այդ մարդուն։ Նաեւ համացանցում նաեւ մի պատկեր հայտնվեց, ես չեմ կարող ասել դա ոնց է տեղի ունեցել, ադրբեջանական դրոշով էլի մեքենայի հետևից նման մի Դա մի քիչ ասեցին Արցախյան ազատամարտում կռված տղա է, ուզել է իր վրթովմունքը արտահայտի, մի քիչ այլ Հա, նման դեպքեր ուզում եմ ասեմ, որ հա Բայց իմ ասածը ուրիշ է, իմ ասածը նա է, որ իսկապես իրենք ադրբեջաներեն երգում էին, ադրբեջանցիներ էին, գուցե եւ Իրանից եկած։ Լավ, մենք մեր երկրի ներսում մենք անվտանգ ենք։ Այդպիսի երևույթներ, որ տեղի են ունենում, ինչի մասն է, մի թուրք էլ անցած տարի գնացել էր Ծիծեռնակաբերդում էր, այնտեղ հայոց ցեղասպանությունը անարգող հայտարարություններ էր անում։ Մենք մեր երկրի ներսում անվտանգ ենք արդյոք ըստ ձեզ։ Կա բոլոր ոլորտներում, բոլոր տարիքային խմբերում մենք այդ բացը ունենք, որ չի կառավարվում, չի հսկվում։ Ես որպես քաղաքացի շատ եմ նկատել եւ Պայաստազորի սպա հաստատ անտարբեր չեմ ցանկացած փոփոխությունների, որ իմ համար ուղակի տանն եմ նստում կամ առօրյաս ինչ որ կերպ կազմակերպում, որ ուղակի անցնեմ։ Այն
աշկերս ամեն ինչ տենում է, ականջներս լսում է, ուզում եմ հասկանամ, ի վերջո սրա արդյունքը ինչ է տալու մեզ, ով է պաշտպանելու, մենք մեզ ենք պաշտպանելու, մենք պիտի համախմբվենք, հասկանանք, ումից պահանջենք, ումից նեղանանք, դաշնակցից նեղանանք, հագարագործից խռովենք, ինչ անենք, մենք մեզ պետք է հարց տանք, մենք մեր ընտանիքը ամուր պահենք, որ ուրիշին պարտադրենք, որ մենք ունենք ամուր սյուն, մեզանից հեռու մնացեք, սա է մեր հայրենիքը, սա է մեր բնորանը, սա է մեր ժողովրդի մշակույթը, սա է մեր ապագայի տեսլականը, մենք ապագա ունենք, մենք արարող, ստեղծող, բարգավաճող ժողովուրդ ենք, ոչ թե մուրացող, խնդրող, չգիտեմ։ Հիմա կարծես թե մենք հայտնվել ենք այդ մուրացքի դերում, խաղաղություն, մեզ խաղաղություն տվեք, մեզ, չգիտեմ, հնարավորություն տվեք, մեկես տվեք, մենք մեր ընտանիքը պիտի ամրացնենք ու բոլորից պահանջենք։ Ես կարող եմ հասարակ մեր տրադիցիոն ընտանիքից օրինակ բերեմ։ Զույգերը կազմվում են, նեղանան մայրիկից, նեղանան քավորից, նեղանան հարևանից, ասեն դուք եք մեղավորում, մենք ջերմ չենք։ Հա, հասկանում եմ ձեր ակնարկը, անշուշտ կապված է Ռուսաստանի դաշնության մեղքը գցում են, ասում են Արցախը օրինակ ռուսները հանձնեցին։ Բոլորին մեղավոր ենք ճանաչում, բայց մենք մեր մեջ միասնական չենք, միահամուռ չենք, ստեղծող չենք, կազմակերպող չենք, մեր մասին չենք մտածում։ Դուք անդադ ասում եք մենք ասելով ում եք հասկանում։ Դուք իշխանությունը չի կազմակերպել։ Այո։ Դուք նկատի ունեք իշխանությունը, թե ժողովուրդը։ Օրինակ մարդիկան մեղադրում են ժողովրդին, ասում են ժողովուրդը պետք է ինքնակազմակերպի, ժողովուրդը չի համախմբվում։ Լավ, ուզեցինք, որ ժողովրդիններ բոլորը պահանջեցին 3 հեղափոխություն, հելան, ոտքի, արին ու անունը դրեցին 3 միլիոն վարչապետ։ Ես որպես քաղաքացի ես ուզում եմ մեկ ղեկավար, մեկ առաջնորդ, ես 3 միլիոն վարչապետ չեմ ուզում, որ բոլորը իրեն վարչապետը զգա, որտեղ ինչ որոշում ուզենա կայացնի ու կայացման արդյունքում ունեցանք ինչ ունենք։ Կորցրեցինք Արցախը, իր ողջ հայաթափված վիճակով, 5000-ամյա Արցախը առաջին անգամ ավելացան գերեզմանները, անվտանգությունը խալխլված, բարոյական վիճակը բանակի կործանված, ժողովրդի մեջ քաոսային իրավիճակ, մենակ ուտել, քնել։ Սա չէ մերը անվտանգությունը պետք է առաջնայինը լինի, նոր մնացածը ստեղծվի։ Ինչ պետք է անի իշխանությունը, որ չի անում, պարոն Ապիկյան, ասենք, որպեսզի մեր անվտանգությունը ամուր լինի։ Ինչ պետք է անի։ Մեր բանակը առհասարակ ինչ վիճակում է այսօր, ըստ ձեզ։ Մենք ասում ենք, չէ, մենք միշտ պարտացել ենք մեր հաղթական բանակով, հիմա մեր բանակը ինչ վիճակում է։ Եթե բանակի սպայական կազմը, բանակի գեներալական կազմը ամեն անգամ խրատել, դասապրոցես ժամանակ հրամայել, դասապրոցես անցկացրել, բարոյական վիճակի բարձրացման պաշտպանություն, ոգի, հայսամանի, ասենք, խորացում, ամրապնդում, հիմա համոզի, որ նահանջ ենք անում, այդ բարոյական վիճակով մենք կարող ենք ամուր լինել։ Կոնկրետ եսին վրա եմ օրինակ բերում, եթե ես կանգնել եմ ազնագազմի դիմաց ու այդ դասապրոցես անցկացրել եմ մեր հաղթական պապերի դասընթացից, եռագույնից, հերոսներից, ոգուց եմ խոսացել, հիմա ինչ ասեմ, չենք խոսում։ Լռում ենք։ Կատարվում հիմա բանակում, այսինքն լռում են, այսինքն դուք շատ կարևոր գիտեք բան եք ասում, հաղթանակած շրջանում, երբ մեր իսկապես Արցախ ունենք, հաղթանակած երկիր ու պետություն ենք, հայ սպանել գիտեր ինչ պիտի խոսեր զինվորի հետ։ Հաստատ։ Չէ, բայց հիմա բան է փոխվել բանակում այդ տեսանկյունից։ Իմ կարծիքով հասկանում եմ, որ լռում են, չեն խոսում։ Իմ կարծիքն է, ու այսօր այդ ոգևորվածությունը չկա, մեծականակ սպայական զորացումը ինչ է նշանակում։ Ինչ կտամ ես։ Ինչո՞վ ես զբաղված։ Ինչ է լինում, կրճատվում է բանակի թիվը։ Կրճատվել է։ Ես գիտեմ, որ դե բնականաբար, եթե համեմատում են ռազմական գործիչները, որ կրճատում կա զգալի։ Այդ ընդհանուր ներքին կուխնյայով չեմ կարող այդ ամեն ինչը բացատրություն տալ հասկանալ, բայց իմ հասկանալով, իմ կարծիքով, որ ես այդ ոգին, այդ առաջնային կատարվածը այսօր չկա։ Դե երևի լսել եք Փաշինյանը տարբեր իր ասուլիսներում կամ տարբեր հայտարարություններով, եթերներով, ելույթներով ասում է հայրենասիրության մոդելը պիտի փոխենք։ Ասում է մինչև 18 թիվը մենք ուրիշ հայրենասիրության մոդելով ենք ապրել։ Ասենք ասել ենք Արարատ սարը մերն է,
հպարտացել ենք մեր հերոսներով, մեր Արցախով։ Հիմա ասում եմ, այդ մոդելը խանգարում է մեզ, որպեսզի մենք լինենք անվտանգ։ Պետք է այդ ամեն ինչը մոռանանք, իդեպ հայոց ցեղասպանության ուրացման հետ այդպես ինչ որ արշավ է սկսել կարծես թե։ Այդ ամեն ինչը գալիս է մինչև այն պահ, որ ունենք մեզանից բարձր սերունդներ, որ նահատակվել են, զոհվել են կամ իրանց բնական մահով են մահացել, գերեզմաններն էլ քանդենք, որ մենք իրանց չհիշենք, մոռանանք։ Քրկերն էլ վերացնենք, հայոց պատմությունն էլ փակենք, բոլոր էջերը փակենք։ Միայն ինչ։ Դուք հիշում եք ինչ էր ասում Աննա Հակոբյանը։ Նրանք զոհվել են հանուն ոչնչի։ Հիշում եք Երևանում պատած բառեր լսել եմ։ Չի կարող որևիցե մի չգիտեմ անց, պաշտոնյա որևիցե մեկը չի կարող այդ արտահայտության պատասխանը տալու երբևիցե բոլորը գիտակցաբար, անձնվիրաբար հանուն հայրենիքի։ Ես մի խոսք ունեմ, որ եթե բոլորը գիտակցեն, թե ինչի համար են համազգեստը կրել, հենց այդ պահից իրանց ջանով սրսուր կանցնի, թե համազգեստ ինչի համար են կրում։ Համազգեստը ուղղակի կրելու համար չէ, համազգեստը կրելու է հայրենիքը պաշտպանելու։ Մեր սերունդների թողածը մենք շարունակենք։ Եթե խաղաղություն կա ու պաշտպանված ենք, դրա մասին մենք չենք մտածի, բայց մենք բարդադրված ծնվել եմ ես այն ժամանակ, երբ որ սովետական միություն եղել, իսկ երբ որ ես արդեն առաջ դասարանում եղել կամ գիտակից եմ եղել, տեսել եմ երկրաշարժ, տեսել եմ Արցախյան շարժում, տեսել եմ սով, տեսել եմ մութ, տեսել եմ խավար, դրա մեջ որպես երեխա եւ երիտասարդ պայքարելով հասել ենք մի հատ կետի, որ մենք ունենք անվտանգություն, ունենք բանակ, ունենք երագույն, ունենք հաղթանակած բանակ։ Ու այս ամենը մի անգամից փոխվեց մի այլ գաղափարի ու չգիտեմ մի այլ ժամանակի։ Այս ժամանակը ով է տվել մեզ։ Մենք ենք ուզել, թե խապել են մեզ։ Մեր ժողովրդին եմ ես ուզում հասկանամ, ինչ ենք մտածում, բոլորը պատի տակ կամ չգիտեմ տներում կամ գործնական տեղերում ամեն մեկը ինչ որ մի բանով խոսում է, վատ ենք, վադի ենք գնում, բա այդ վատը երբ ենք փոխելու մենք։ Այսինքն ժողովրդի մոտ կա արդեն այդ գիտակցումը, որ իսկապես մենք հայտնվել ենք շատ լուրջ վիճակում, ծանր վիճակում։ Կա, խոսում ենք։ Բոլորս էլ հասկանում ենք, ինչ մեզի ինչ է պետք, մենակ ասֆալտ, միայն չիպս, միայն չգիտեմ ինչ որ խնջույքներ կամ անարժեք միջոցառումներ, որոնք մեզ կտանեն կործանման։ Դե երկրի ղեկավարն ասում է, որտեղ հաց, այնտեղ կաց։ Չի լինի նման։ Այսինքն ազգային արժեք, հոգևոր արժեք, ինքնություն, այդ բոլորը զրոյացվում են։ Ինչու են մեր հայրենասիրական երկերը լռը, ով պիտի պատասխանի այդ ամեն ինչին։ Ինչու։ Ինչու չկա այդ ոգին։ Չեք կարծում, որ այս ամենը միտումնավոր է արվում։ Բնականաբար։ Միտումնավոր արվում մեր 4 բոլորի թշնամիների պահանջով կամ չգիտեմ թելադրանքով կամ ուժի կամ այլ ճանապարհներով մեզ ազդում են, որպեսզի մեզ վերացնեն, ինչն է մեր խնդիրը, ով պիտի պատասխան տա այս կորուստների, այս բարելքված իրավիճակի համար, վերջապես ով պիտի պատասխան տա, ով է պահանջելու, ժողովուրդն է պահանջելու, ուրեմն բոլորով պահանջենք, եկեք պատասխան տվեք, ինչի եք տանում մեզ, ուր եք տանում։ Իսկ ինչու ժողովուրդը իր ձայնը չի բարձրացնում, այդ հարցերը, որ դուք հնչեցնում եք, անհատներն են հնչեցնում, հեռուստաեթերով են հնչեցնում, բայց չեք կարծում, որ այդ հարցերը ով է պատասխան տալու իմ հայրենիքի այսօրվա վիճակի համար, իմ թուլության, նկատի ունեմ մեր Հայաստան Հանրապետության, մեր երկրի, մեր հայրենիքի այսչափ ընկած այսչափ թուլացած վիճակի համար, բանակի այսչափ խեղճացած վիճակի համար, մեր տարածքների այսչափ կորստի համար, ով է պատասխան տալու, ինչու նման հարցերով մեր ժողովուրդը համախումբ չի դուրս գալիս դեպի հրապարակներ։ Չէ՞ որ մենք իսկապես այդ լռությունը նաև օգնում է, որ այս իշխանությունը շարունակի մնալ եւ շարունակի հանձնել։ Ամենավատ հանցագործությունը դա լռությունն է։ Այն ինչը որ մեր ձայնի պահանջով պետք է ամեն ինչ կազարվի, բայց լռելով ոչինչ չենք ունենա։ Բայց լռում ենք։ Լռում ենք, ցավոք սրտի լռում ենք։ Չգիտես ինչն է պատճառը, բայց բոլորս լռում ենք։ Պարոն Ապիկյան, դուք գյումրեցի եք, եւ ես բնականաբար չեմ կարող հիմա չխոսել Գյումրիում սպասվող քաղաքական գործընթացների մասին, արչեվում մարտի 30-31, հա, Գյումրիում պետք է տեղի ունենան արտահերթ ավականու ընտրություններ։
այն լուրերը, որ հասնում են, լրագրողները մեր գնում, տեղում տեսնում, ուսումնասիրում գալիս են, այդ ամբողջը, երբ որ ամփոփում են, ես հասկանում եմ, որ բավական լուրջ պայքար է սպասվում։ Երեք Գյումրիում է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հա, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ է, ես սովորաբար այդպես եմ ասում։ Եվ նա նորից խոսել է թալանից, նորից խոսել է այ կոպեկ հետ բերելուց, հատիկ հետ բերելուց, կոռուպցիայից, եւ ես հիշեցի 2018 թվականին, երբ նա քայլելով ընդ որում գալիս էր քայլելով Գյումրիից, նա նորից նույն լոզունգներով էր գալիս. վերջ ենք տալու կոռուպցիային, էս ենք անելու, այն ենք անելու, թալանը հետ ենք բերելու, այդպես խոսեց նաեւ 21 թվականին, վերընտրվեց։ Դուք ինչ մտավախություն ունեք, նախ ընդհանրապես Կուզեմ ձեր կարծիքը փոխանցեք մեր հեռուստադիտողին նաև Գյումրիում ինչ տրամադրություններ կան այս իշխանության, որը Արցախը հանձնեց եւ արդեն Հայաստանից բավական զգալի հատված հանձնել է եւ գնում է այդ process-ը, հանձնման process-ը խաղաղության պայմանագրի ստորագրման, հա, այդ հանուն դրա անվան տակ գնում է զիջման գործընթաց։ Հիմա մեր գյումրեցիները, որ թասիբով ժողովուրդ են, հա, հայրենիք սիրող ժողովուրդ է։ Ես ուզում հասկանալ գյումրեցու հոգեբանությունը այսօր ինչ է մտածում Փաշինյանի մասին, նրա կողմից բարվող քաղաքականության մասին։ Ուրեմն այդ թեզը, որ իրանք առաջ են բերում թալանը 7 տարի խոսում է, ինչ է տվել մեզ։ Ում ինչ է տվել, ժողովրդից մեզ, ինչ է տվել այդ խոսքերը։ Կան նման կետեր, կան նման անկյուններ, կան նման մարդիկ ումից, որ ինչ որ ուզում են։ Ով է խանգարում կառավարությանը կամ իրանց ուժային կառույցներին, որ խնդիրը դնեն, կարգավորեն եւ այդ հարցը ինչ կարիք կա դրա բարձրաձայնելու։ Դրանով ինչ են ուզում ասեն մեզ։ Խաբել են ուզում նորից ժողովրդին այդ լոզունգների անվան տակ։ Ես ուզում եմ հասկանամ, եթե այն ժողովուրդը, որ նոր լռել է ու այդ թալանը ետե իրանից է տարվել, թող ժողովրդով պահանջեին։ Իսկ եթե ժողովրդին մինչև այսօր ոչինչ չի տվել, նորից ինչի մարեն ուզում լսեն այս ամեն ինչը, ինչ կտա լսելով։ Կար կազմակերպեիք ձեր իրավական մարմիններով բոլորով վերցնեիք։ Ինչ ուզում էիք, դատական process կլիներ, չգիտեմ, բնակարարման process կլիներ, ինչ process-ով ուզում էիք, կազմակերպեիք, եթե այդ մարդը թալանել է, տարել է, բարձրաձայնելու իմաստը նսեմացնելն է, ինչն է, ինչ կտա այդ անձերի միջև այդ խոսակցությունները ինչ է տալիս։ Բարձրացնում է մեկին, մյուսին գցում է, հա։ Վերընտրվելու հնարավորություն, բայց արդյոք ժողովուրդը այս անգամ այդ խայծը կուլ կտա։ Մենք տեսնում ենք, չէ՞ որ ստի հետ գործ ունենք։ Չեմ կարծում, որ շիրակցին, գյումրեցին նորից կլսի այդ տողերը եւ դրա իր մեջ բան կփոխի։ Գյումրեցին ինքնուրույն կմտածի, կհասկանա տեխնացուներից ով է արժանի, իր արժանի ձայնը կտա, իմ կարծիքն է։ Ինքնուրույն ճնշում չի լինի, պարոն Ապիկյան, ինչ է կարծում, ասենք իշխանությունը իր լծակները չի օգտագործի, իսկ լծակներ ունի եւ պետական, ասենք, համակարգերին պարտադրի աշխատողներին, հա, պետական համակարգերի աշխատողներին պարտադրի ընտրել ժողովրդի մեջ ապրած մարդիկ ենք ու բոլորս գիտենք, որ հաստատ ամեն մարդ ներկայիս աշխատանքից կամ աշխատավարձից կամ օրվա հացի վաստակից չի ցանկանա հրաժարվի կամ միգուցե ինքնուրույն անձայն ինքը որոշում կկայացնի, ոչ մեկ չի կարողանա այդ ամեն ինչը հասկանա, թե ով ինչ որոշում է կայացրել։ Իհարկե։ Ի վերջո ընտրախցիկի մեջ մտնում է ինքն է իր խիղճը եւ իր գրիչը։ Այո։ Դա ամենաճիշտը կլինի, որ ամեն մարդ իր գիտակցական ու անցած տառապանքի փորձը ճիշտ որոշում կայացնի։ Բայց դուք գիտեք, չէ՞, կա ժամանակ, որ իրենք օրինակ անցած ընտրությունների ժամանակ կամ տարբեր հատվածներում թիմ ընտրությունների ժամանակ ժողովրդին պարտադրում էին նկարել սեփական ընտրությունը, ասում էին տալիս էին հեռախոս, նվիրում էին, այսպես ասած, եւ պահանջում են, ասում են դուրս կգաս եւ նկարածը ցույց կտաս։ Այ եթե նկարած եղար նկարը չհամապատասխանեց մեր ցանկալի տեխնացուին չընտրեցիր, գործից կզրկվես, այսինքն լծակներ ամեն ինչ անելու է ամեն գնով Գյումրիում վերընտրվելու համար։ Այս առումով ոնց կարող ենք պայքարել, հա, որ մեր ժողովուրդը գային բարձր գիտակցման, որ այդ ընտրության պիտի որոշումը կայացնի հանուն վաղվա օրվա, հանուն լավ անվտանգ Հայաստանի Հանրապետության,
ոչ թե ներգա պայի թելադրանքի կամ ներգա պայի ուժերի ճնշման։ Պետք է ճիշտ ինքը թույլ չտա, հենց անձը պետք է թույլ չտա, որ այդ կետին հասնի, որ նման մեթոդով ղեկավարեն իրենց։ Ես ուզում հասկանալ հետեւյալը, առասարակ նաև փոխանցեք խնդրեմ տրամադրությունները, էլի գյումրեցիների, իրենց մոտ կա հետեւյալ ընկալումը, ընտրություններին գնացող գյումրեցու մոտ, ընտրող գյումրեցու մոտ կա այն ընկալումը, որ իր այս ընտրությունից թիմ ընտրություն է, համապետական դեռ չէ, բայց այս թիմ ընտրությունից շատ բան է կախված, որովհետև օրինակ հենց չի թաքցնում անգամ իշխանությունը, չի թաքցնում, ինքը սարսափած է Փաշինյանը, վախեցած է, որ կարող է Գյումրիում պարտվել։ Գյումրիում պարտությունը մեծ հավանականությամբ կկանխորոշի նրա պարտությունը 2026 թվականի համապետական ընտրություններում։ Ես ուզում եմ հասկանալ, Գյումրեցին այդ գիտակցումով պետք է գնա, ունի այդ գիտակցումը, որ իր մարտի 30-ի ընտրությունից կախված է նաև այո երկրի ապագան։ Եթե վերցնում ենք, որ մարդիկ անհատապես խոսում են, այսօր հնարավորություն են ձեռնվում, որ անհատապես որոշում կայացնեն։ Այսա կարելի է վերցնել գաղափար, որ եթե ուրիշ հնարավորություն չունի ինքը անձը փոփոխություն կատարելու նման ճիրանից ազատվելու, բայց այսօր ունի այդ հնարավորությունը անձայն միայնակ որոշում կայացնի իշա մեր վաղվա օրվա։ Այո, դա շատ կարևոր է։ Իդեպ ես երեք ընթերցում էի Սամվել Բալասանյան այդ հայտնի դեպքերից հետո, որ հեռացավ Գյումրիից, դե ԿՊ-ն մի մեծ խաղ խաղաց, չէ, Բալասանյան դաշինքի եւ իշխանության դեմ եւ 3 խախտել էր լռությունը եւ այսպես արձագանքեց այն հայտարարությանը Նիկոլի, թե ընդդիմադիրների հետ կապված Փաշինյանն ասել էր դուրս են եկել վերջին մարտի ճակատամարտին իրենց թալանածը պաշտպանելու, այսինքն նորից այդ հին երգն է երգում, մարդիկ իսկապես հոգնել են եւ Բալասանյանը տեսեք ինչ է ասում, գնացեք մասնակցեք արտահերտ ընտրություններին, գյումրեցիներին է հա դիմել, -1 ձևաչափով եւ մերժեք ազգին սև ու սպիտակի բաժանած խմբակին եւ նրանց դրածոյին, հստակ մարդը ասել է իր խոսքը, որ այս ընտրությունները պետք է լինեն Նիկոլ Փաշինյանի դեմ, ԿՊ-ի դեմ, ինչ է կարծում, ինչ ընթացք կունենա, հետևում եք դուք ընդհանրապես գործընթացին, ինչ կանխատեսումներ ունեք։ Այդ մասով չեմ կարող դեռ կանխատեսումներ ասել։ Հա, շուտով կսկսվի դեռ քարոզարշավը իհարկե չի սկսել։ Քարոզարշավից արդեն կարողանանք որոշ մեկնաբանություններ տալ։ Շատ լավ, կարծում եմ ընտրությունից հետո դարձյալ առիթ կունենանք, դուք կհյուրընկալեք մեզ, մենք կտեղեկանանք, թե ինչ կատարվեց Գյումրիում, եւ ես կուզեմ, որ պարոն Ապիկյան անդրադառնանք նաեւ մի քանի հարցերի անվտանգային խնդիրների հետ կապված եւ բնականաբար չեմ կարող չհարցնել հետեւյալը եւ դա վերաբերում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, բայց մինչեւ այդ հետեւյալ հանգամանքին կուզեմ անդրադառնալ, երբ որ Իրան-Հայաստան սահմանային հատվածից ռուս խաղաղապահները, ավելի ճիշտ սահմանապահները ռուս դուրս եկան, մեծ ողջավորություն էր, ԿՊ-ական իշխանությունը ողջավորված էր, որ այ մենք ենք մեր սահմանը պահելու այլևս, դա շատ լավ բան է, եթե մենք կարող ենք մեր սահմանը պահել, իսկապես ողջունելի է։ Այստեղ հարց է թե իսկապես կարող ենք թե ոչ, նախ դա կուզեմ ձեզնից իմանալ, եւ նույն ԿՊ-ական իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ արդեն սկսեցին ակնարկել եւ նրանց սատելիտները, այսինքն այն հակառուսական հատվածը Հայաստանի, որն ուղղակիորեն աջակցում են Նիկոլ Փաշինյանին, այդ հատվածի քաղաքական գործիչները դարձյալ շարունակում են խոսել այն մասին, թե շարունակությունը կլինի Հայաստան-Թուրքիա սահմանից ռուս սահմանապահների դուրս գալը եւ Գյումրիից 102-րդ ռազմաբազայի դուրս գալը։ Այն ինձ համար շատ հետաքրքիր է որպես ռազմական գործիչ ձեր կարծիքը։ Ինչ հետևանքներ կունենա ռազմաբազայի դուրս գալը Հայաստանից, մասնավորապես Գյումրիում է գտնվում, եւ այդտեղից հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրս գալը։ Մենք մեր ներուժով, այս կրճատված բանակով, քիչ թվականակով, հա, փոքր Հայաստանը ի վիճակի ամուր պահելու այդ սահմանը։ Ի վերջո Թուրքիան մի պետություն է, որը ամեն վարքյան պատրաստ է կլանել Հայաստանը, նա մեր համար թշնամական պետություն է, ինչ երգել ուզում է երգի Փաշինյանը, հա, բարեկամ ձևանալով, խնդրեմ։
ուրեմն 20 թվականին մեզ որևիցե մեկը խանգարել է մեր երկիրը պաշտպանելուն, այդ հարցը տանք իրենց։ Արցախը պաշտպանելու գործում որևիցե մեկը մեզ խանգարել է։ Չեմ կարծում խանգարել է։ Տրված էր մեզ հնարավորություն կռվելու, պաշտպանելու, եթե կառավարությունը մեզ չխանգարեր։ Զինվորը երբևիցե չի մտածել, որ ինքը կարող է ինքնուրույն նահանջի կամ ուզենա, որ Արցախը հանձնվի, երբևիցե, որևիցե մեկի գիտակցության մեջ երբևիցե չի եղել նման բան։ Բոլորը անձնվիրաբար մատուցել են ծառայություն հանուն հայրենիքի, հանուն Արցախի, որևիցե մի սպա գիտակցաբար չի գնացել աշխատավարձ ստանալու։ Բոլորը գիտակցաբար գնացել են հայրենիքին ծառայություն մատուցելու, որի համար պետականորեն կա սահմանված գումար վարձատրվում են։ Իսկ այսօր մենք պատրաստ ենք բոլոր սահմանները բացել մեզ կոտորած ազգերի դիմաց։ Մեր դաշնակիցներին, ասենք, հաջողություն մենք պատրաստ ենք։ Դաշնակիցը մեզ սիրով կընդունի, եթե դուք ուժեղ ենք մենք։ Սիրով կընդունի, կողջունի։ Մի ուրիշտեղ իր ուժը կկիրառի, մի ուրիշտեղ իրեն պաշտպանված կզգա։ Բայց ես չեմ կարծում, որ մենք պատրաստ ենք։ Չկա նման իրավիճակ, որ մենք բարձրացանք, կարող ենք ասել, մենք բոլորի աջակցությունից, բոլորի հնարավորությունից չենք ուզում օգտվել, մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք, մենք մեզ կպաշտպանենք ու մենք մեծ թուրանի գաղափարի դեմ միայնակ կպաշտպանենք։ Չեմ կարծում նման հնարավորություն մենք ունենք։ Մենք ունենք մեր դաշնակցի կարիքը, դաշնակցի հետ կարելի է ավելի բարձր մակարդակով, ավելի խելացի եւ գրագետ կետերով համագործակցել եւ ունենալ փոխշահավետ եւ շահ եւ գործողություն եւ պաշտպանվածություն։ Պարոն Ապիկյան, դուք շեշտում եք, որպես ռազմական գործիչ կարևորում եք ուժը, եւ դա ճիշտ է եւ այդպես էլ պետք է լինի։ Այսինքն դուք շեշտեցիք հետեւյալ, արդյոք մենք ուժեղ ենք, մենք կարող ենք դիմագրավել, հա, թշնամական պետության եւ դեմ դիմաց կանգնել, ասենք, Թուրքիայի, հա, նատոյական Թուրքիայի 90 միլիոնանոց պետության դեմ։ Այո։ Փոքր Հայաստանը այն էլ այսպիսի վիճակում գտնվող, հա, կոտրված, թուլացած իր ներուժով, իր զինուժով։ Իսկ գիտեք Փաշինյանն ինչ է ասում։ Ասում է, մեզ պետք չի, եթե մենք խաղաղության պայմանագիր ենք ստորագրում Ադրբեջանի հետ, մեր հարաբերություններն էլ լավացնում ենք Թուրքիայի հետ, թշնամանքը վերացնում ենք, հայոց ցեղասպանությունն էլ հարցականի տակ ենք դնում եւ ուրացման ճանապարհով ենք փաստորեն գնում, ինչ որ ինքը սկսել է արդեն անել։ Էլ ինչ խնդիր կա, էլ այստեղ կարիք չկա ռուսական ներուժի, թող ռուսները դուրս գան, մենք մեր հարցերը մեր հարևան ենք, չէ՞, Թուրքիայի հետ, հո երկինք չենք թռնելու, հարևանների հետ կլուծենք բարեկամանալով, հարաբերությունները կարգավորելով։ Չլինի իմ խոսելիքը, որ ես ագրեսորի տեսք ունենամ որպես անձ, որպես մեր երկրի քաղաքացի բոլորի անունից ագրեսոր տեսակը բարձրաձայնեմ, բայց մենք ունենք վիշտ, մենք ունենք կորուստներ, մենք ունենք նահատակվածներ, որ բոլորի անունից ոչ մեկ իրավունք չունի խոսալու։ Այն մարդը, ով որ այդ արժի համակարգը չի պահում, իրավունք չունեն ոչ մեկ խոսալու նահատակների ու հայ ժողովրդի այն մտածելակերպ ունեցող մարդկանցից, ովքեր սիրում են այս երկիրը, ովքեր պատրաստ են հանուն երկրի ազատության ու բարգավաճման իրենց կյանքը տալու, ոչ մեկ իրավունք չունի խոսալու։ Այսինքն Թուրքիան, որը չի ընդունել հայոց, չի ճանաչում հայոց ցեղասպանությունը, ոնց կարող ենք մենք այդ Թուրքիայից ակնկալել բարիդրացիականություն։ Այդ նույն պետությունը այսօր Սիրիայում տեսնում ենք ինչ է անում, չէ՞։ Մենք տեսանք ինչ սարսափելի վիճակում է գտնվում այսօր Ինչ ակնկալ ենք, մենք խաղաղություն ակնկալ ենք, որ իրանց տնտեսությունը բերեն մեր տնտեսությանը վերացնեն եւ պարտադրեն այդ ճանապարհով։ Դե Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու մեծ անհատությամբ սպասում է մեր խալխլված տնտեսությունը 7 տարում ինչ ենք զարգացրել։ Ես չեմ ասում դա։ Բոլորն են խոսացել, ես լսել եմ։ Մինչև այսօր լսողի դերում են եղել մեր նմանները, որ այդ մեկը թալանել, այն մեկը խոշտանգել, այն մեկը սենց արել, մեկը նենց արել, մենք դրա մեջ չենք եղել, մենք ծառայել ենք, մեր ծառայությունն ենք մատուցել։ Բայց այսօր բախտ է վիճակվել, թե հնարավորություն է ընձեռնվել, որ մենք որպես քաղաքացի կարող ենք մեր խոսքը ասել, ասում ենք, մենք երբևիցե
չենք քանդել, մենք պայքարել ենք մեր խաղաղությունը, մենք մեր զենքով ու մեր ձեռքով ենք պահպանել, որպեսզի մեզ չոտնահարեն, մեզ չոչնչացնեն։ Մենք սա ենք կազմակերպել։ Այսինքն մենք միայն ուժեղ լինելով կարող ենք ամուր լինել մեր հողի վրա։ Այստեղ էլ բարեկամություն, չգիտեմ, հարաբերությունների կարգում, դա էլ պետք է, դիվանագիտություն է պետք է, բայց առաջին հերթին ուժն է նախ ծնում իրավունք, հայտնի խոսքը։ Թող մեր տնտեսությունը զարգանա, թող մեր բանակը կայունանա, դիվանագիտությունը թող մեր ժողովրդի երբեք ականջին չհասնի դիվանագետը ինչ է բանակցում, թող իր բանակցությունը կազմակերպի բարձր մագարտակով, զեկույցի համապատասխան ղեկավարին, համապատասխան ղեկավարն էլ իր որոշումը կայացնի, բայց ժողովրդին պետք չէ բոլորին քաշել քաղաքականության մեջ։ Ժողովրդին պետք է իր անվտանգությունը, պետք է իր առօրյա աշխատանքը եւ իր վաստակացի քրտինքը վայելելը։ Պարոն Ապիկյան, Գյումրիում ինչպես են մտածում 102-րդ ռազմաբազայի, ռուսական բազայի դուրս գալու հետ կապված ժողովրդի տրամադրությունն ինչպեսին։ Ժողովուրդը գիտակցում է վտանգը։ Չի էլ բարձրաձայնում այդ մասին հանելու կամ դնելու կամ որևիցե։ Այսինքն ընդհանրապես այդ մասին չի էլ օրակարգում չկա ժողովրդի, այսպես ասենք։ Չնայած իշխանության օրակարգում կա։ Իշխանությունը կարող է լինել, բայց ժողովրդին բացի լավից, վերաբերմունքից, փոխադարձ մենք հայրենակիցներ ունենք, բոլոր շատ մասը ծառայում են այդ բազայում, իրանց ընտանիքները կապված են մեկը մյուսի հետ, ժողովրդական հարաբերությունները շատ լավ մակարդակի է, դարերով շփված ժողովրդի մեջ, եթե ինչ-որ մեկը չբզբզա, ինչ-որ մի հատ քայլի չտանի, ուղղակի ոնց ասեմ, հակականանքներ մեկը հրահրելու պայր չունի, ժողովուրդը իր փոխադարձ հարգանքը մեկը մյուսի հանդեպ նույն ծառայող ռուս ազգի ժողովուրդը ապրում են նույն շենքում, նույն դպրոցում, նույն խանութում իրար հետ ինչի մասին է խոսքը։ Այն տրամադրությունները, որ այստեղ Հայաստան, Երևանում մասնավորաբար բորբոքվում է այդ հակառուսականությունը, Գյումրիում ինչ կա, հասել է Գյումրի, հաշվի առնելով, որ այդ գյումրեցին իսկապես խորհրդային տարիներից չէ, միշտ այդպես այդտեղ եղել է ռուսական զինվորականություն է եղել այսպես համագործակցություն, մեր ժողովուրդը այնտեղ աշխատատեղեր ունի, ինչպես ասեցիք նաև, հա, ռազմաբազայում, այսինքն կապը շատ ակնհայտ է։ Մենք համատեղ ռուսների հետ Գյումրիում հրապարակում շքերթ ենք անցկացրել, շատ սիրով, շատ համատեղ, որովհետեւ մենք իրանց զորամասերի շարաբարագում ենք փորձ անցկացրել, իրենք մեր զորամասի շարաբարագում են փորձ անցկացրել։ Հիմա բան փոխվել է այդ տրամադրություններում, կա ինչ-որ բան, որ այս իշխանությանը հաջողվել է տրամադրություններ փոխել Գյումրիում։ Հակառուսականություն սերմանել, այսպես ասեմ, թե գյումրեցին ամուր է։ Գյումրեցին ամուր է։ Գյումրեցին իր որոշում կկայացնի։ Այդ շատ կարևոր է։ Հա, բայց տեսեք գյումրեցուն համոզում են, ասում են, եթե Հայաստան-Թուրքիա այդ ճանապարհը բացվի, այնտեղ մարգարայի կամուրջ, ասում են ամեն ինչ արդեն պատրաստ է, մնում է որ մենք բացենք։ Ինչ կտա։ Ինչ կտա, ես հետ եմ ուզում հասկանալ։ Գյումրեցին, ասում են Գյումրին կծաղկի, կզարգանա, տնտեսությունը կծաղկի։ Տնտեսության թեշինությունները լավ վիճակում կամ վատ վիճակում, բարվոք վիճակում պահպանվել է, կան թուրքերը եւ սկսեն, չգիտեմ, բարգավաճել կամ գործարաններ կամ չգիտեմ ինչ-որ բաներ դնել ու կուլ տալ Հայաստանի ու այդ ամեն ինչը մենք էլ որպես, չգիտեմ, ստրուկի կարգավիճակում կամած, արդեն գործարանը կառավարեցին, հետո հիմնարկը կառավարեցին, ու սենց վերջացավ էլի։ Դարավոր երազանքի իրենց կատարվի մեր թույլտվությամբ, մեր թողությամբ։ Իդեպ ես մեկ տեղեկատվություն ունեմ եւ ուզում եմ հիմա ձեզ հետ, հա, այդ հարցին էլ անդրադառնալ, կա կարծիք, որ Գյումրիում արդեն որոշ արտադրամասեր կան, որոնց թիկունքին ուղղակիորեն կանգնած են հենց թուրք, հա, ֆինանսավորողները եւ նույնիսկ ես հեռախոսազանգ եմ ստացել մի գյումրեցի կնոջ, որը լաց լինելով պատմում էր, թե ինչ դաժան ձևով են վերաբերվում այդ գործարանում, այդ արտադրամասում կանանց նկատմամբ, ասենք ամբողջ աշխատանքային օրը սկսվում է, ասենք ժամը 6-ից թե 7-ից, ամբողջ օրը իրենք մինչև երեկո ուշ ժամը, մինչև 9
թույլ չեն տալիս անգամ նստել, միահավոր վիճակ եւ իրենք հետո պարզել են, որ այդ արտադրամասի տերն ու տնօրենը թուրք է ազգությամբ, կկիսվեք մեզ հետ ինչ կա։ Կա, լսել եմ նման բան, լսել եմ եւ կան բարեկամներ, կան ծանոթներ, կան հարազատներ, ովքեր տարբեր գործարաններում աշխատում են եւ միմյանց զրուցելուց մտքեր փոխանակում են, լսել ենք, որ կա նման վերաբերմունք, որ էս մի գործարանը սենց է վերաբերմունքը, էս մի գործարանը սենց է ու կա այդ ես անձամբ չեմ ճանաչում կամ չեմ առիթ ունեցել որ շփվեմ, բայց լսել եմ որ ինչ որ թուրք է իմ ներդնողը Ներդնողը թուրք է ու խստապահանջ վիճակով մի հայն է խստապահանջություն կազմակերպում, թե այլ մեթոդներ են կիրառում, որ խստապահանջությունը լինի, այլ ոչ թե աշխատանքային խիստ ռեժիմ, այլ նսեմացնող նման բաներ լսել եմ։ Լսել եմ, որ միանգամից կտրուկ որոշումներ, հեռացումներ, զրկումներ, աշխատավարձի հետ պահումներ Այսինքն դեռ սահմանը չի բացվել, արդեն, բայց մենք տեսնում ենք կան ինչ-որ բաներով, այո։ Իսկ այսօր մի ժողովուրդ, որը երբևիցե չի լքե իր բնորանը, երբևիցե չի ցանկացել իր գյուղը, համայնքը, շենքը բաց թողի, կարճել է լավ վիճակում, վատ վիճակում, իրեն զրկել է մտածելով են գաղափարը, որ մեզ պետք է զենք, մեզ պետք է Արցախը, մեզ պետք է մյուսը, ու ինքը համակերպվել է նման չկավոր կյանքի հետ գոյատևելով, իրեն զրկելով ուղակի երեխային ուսման տալով, միանգամից փոփոխություն լինի, այդ ամեն ինչը ոչինչ, ներդրում եւ նորից տրգային վիճակ։ Այսինքն այս իշխանությունները երբ հայտարարում է ապագա կա ապագա, այդ ապագան հայկական եւ հայանպաստ չէ, այդ ապագան երևի թուրքական տեսլականն է, որտեղ չկա Հայաստան։ Իրականում երբ որ տեսնում ենք դա է, մեզ սերմանել են հայասիրություն, հայապապանություն, հայոց պատմություն, հայոց թագավորություն, ամեն ինչ մեզ սերմանել են ու միանգամից, եթե հնարավոր է բոլորիս ուղեղը միանգամից ջնջել ֆիզիկապես միայն մեզ ֆիզիկապես ջնջելը կփրկի որ ազատվեն իրենց այս մեր հայասեր ժողովրդից լինեն իրենց նոր մոդելով չգիտեմ ինչ կերպարներ բայց պարոն Ապիկյան այս իշխանությունը մարդկանց կալանավորելով մարդկանց վախեցնելով աշխատանքից հեռացնելով բազմաթիվ գիտեք հայրենասեր զինվորականներ նաև բանակից հեռացել են ստիպված որտեղ անկարող են եղել այս իշխանության հրահանգների տակ աշխատել մենք տեսնում ենք նաև ունենք կալանավորված քրեական գործեր կան սարքված ուղղակիորեն սարքված շատ հրամանատարների գեներալների մինչև հիմա Արզումանյանը օրինակ Միքայել Արզումանյանը մինչ օրս բանտում է զուգահեռաբար մենք տեսնում ենք թշնամական երկրում Բաքվում դատվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ ելին ունենք այնտեղ գերիներ 23 եւ ավելի թվով գերիների մասին է խոսքը Այս ամբողջը մի խայտարակ իրավիճակ է ստեղծել, որի հիմքում Հայաստանի ոչնչացման ծրագիրն է, հայի նսեմացումն է, այն վիճակում, ինչ վիճակում Բաքվում գտնվում են մեր գերիները, սա ուղղակիորեն ինչպես վերջին իր հայտարարության մեջ, այդ ձայնագրության մեջ էր ասում Ռուբեն Վարդանյանը, ուղղված է ոչ թե անհատապես իրենց, այլ ամբողջ Հայաստանին, հայ ժողովրդի ոչնչացմանն է սա։ Կիսում եմ ձեր կարծիքը եւ ձեր հարցը, կարող եմ ինձ համեմատել որպես զինվորական մինչև Ռուբեն Վարդանյանին հասնելը եւ Դավիթ Մանուկյանի եւ Լևոն Մնացականի գեներալի հետ կարող է եւ իրենցից մեկը ես լինեի որպես զինվորական ես երբեք չեմ բացառում դա ու կարող է իմ եսով ասել իմ բոլոր ծառայակից ընկերները տարբերություն չկա որս կլինեինք այդ դերում ու ամեն վարքյան իմ ուղեղից դուրս չի գալիս այդ բանը թե ինչ տարբերություն ես թե իրենք բոլորս կարող ենք այդ դերում հայտնվել իսկ Ռուբեն Վարդանյանի մասով կարող եմ ասել որ այդ մարդը որպես քաղաքական գործիչ թե հայրենասեր թե մարդ իր շահը եղել է հայրենիքի փրկությունը իր գլխավորությամբ բոլոր գերիները անհապաղ ազատման կարիք ունեն բոլորս են գերեվարված տարբերություն չեմ տեսնում ես Նորից եմ գրգում, չենք կարող ասել, թե որս կարող ենք լինել իրենց դերում։ Այո, մանավանդ երբ հիմա Ադրբեջանը պահանջ է դրել հանձնել բոլոր իրենք այդպես են ասում դավաճաններին, որոնք հանցագործներին ռազմական, բայց մեր հայրենասեր հայրենիք երկիր
ազգ պաշտպանած մեր տղաներին է, որ սև ցուցակներ կան, հարյուրավոր սև ցուցակներ Ադրբեջանում եւ այդպես կարող է ցանկացած Արցախի ազատամարտին մասնակից ցանկացած ոք հայտնվի Բաքվի բանտերում։ Բարձրաձայն կարող եմ ասել, երբևիցե չեմ կաշկանդվում այդ տողերը ասելուց, արզում եմ որ գնդիրամանատար է եղել, այնքան ոգի է թողել 6-րդ պաշտպանական շրջանում, որ երբևիցե չի կարելի քննադատել։ Ես ինքս ծառայել եմ 6-րդ պաշտպանականում եւ Թալիշ գյուղը իմ գյուղն է, թող հագարագործի իմանա, ծև ցուցակիցներից մեկը ես եմ, երբ ուզում է թող գա իմ հետևից, պատասխանը կստանա։ Իմ նման տեղերքը, մեր նման տեղերքը բոլորն էլ պատրաստ են այդ պատասխանը տալու։ Կգա դրա ժամանակը։ Պատասխանը, բայց պետք է պետությունը տա ուժեղ բոլորով բանակով։ միասին կմենք միավորվենք եւ կորոշենք այդ ամեն ինչի պատասխանը։ Մենք ունենք լավ առաջնորդ, որը մեզ կմիավորի, գեներալ-մայոր Կարապետյանը այդ ամեն ինչին նախաձեռնել է։ Մենք ողջունում ենք նախաձեռնությունը եւ բոլորս կմիանանք իրեն։ Մենք մեր ձայնը կբարձրացնենք, այդ ձայնի արձագանքը համապատասխան կզգան։ Չեմ կարծում դա անարձագանք կմնա մեր միացումը։ Դուք նկատի ունեք, որ համահայկական ճակատ շարժման առաջնորդ Աշակ Կարապետյանը իր համախմբմամբ անունն էլ համահայկական շարժում է կոչվում, դա նշանակում է նաև մեր համայն հայության համախմբում, հա, ինչ նպատակներ ունի, մի փոքր շարժումից, հա, խոսեք, շարժումը արդեն 1 տարի եւ ավել 2023 թվականի չէ, վերջին ստեղծվեց Արցախի հայաթափումից հետո, երբ Աշակ Կարապետյանը հայտարարեց քաղաքական գործունեություն սկսելու մասին, այս պահի դրությամբ ինչ ընթացք կա, շարժումը ինչ ընթացքում է, ինչ համագործակցային ընթացք է, ինչ ծրագրեր, նպատակներ եք հասցրել իրականացնել։ Շարժումը ինքը հենց շարժման վերնագիրն է ասում համահայկական, իր նպատակն է այս համախմբումը միավորել այն գաղափարակից մարդկանց, ովքեր որ պատրաստ են այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերել Հայաստանի Հանրապետությունը, առաջնային խնդիրը դնելով անվտանգային գոտի ստեղծելը, որ մեր երկրի քաղաքացին բոլորը առաջնային խնդրով պաշտպանված լինեն անվտանգությունից, որ վտանգ չի սպառվում մեր երկրին։ Մեր ամենագլխավոր խնդիրը դա է։ Իսկ ծրագրով բոլոր կետերը նախատեսված են, ինչ ծրագրեր կան եւ քաղաքականության մեջ եւ տնտեսության զարգացման մեջ, այսօր որևիցե մեկը մի հատ նժարին չի դնում մեր տնտեսությունը ինչ վիճակում է, մեր ջրային ռեսուրսը ինչ վիճակում է, մեր հանածոները ինչ վիճակում են, մեր գյուղատնտեսությունը կոնկրետ ինչ վիճակում է։ Ամբողջ աշխարհում կա պարենային դեֆիցիտ, կա պարենային անվտանգություն, բայց ոչ մեկ դրա մասին ոչ բարձրաձայնում է, ոչ խոսում է, ոչ մի թալանը հետ բերենք, բռնենք։ Ես ինքս հարցերը տարբեր տվեցի, ես էլ տարբեր եմ պատասխանում, ինքս էլ եմ հանդիպել նման պետական կառույցների, որ ճնշում են գործադրել կամ հենց ուզեցել են ինչ-որ ավելի գործողություններ կատարեն։ Մի հատ կարծիք է բոլորի մոտ, որ նա այս ներկայիս իշխանությունը պատժում է իր սեփական ժողովրդին։ Պատժում է, ուղղակի տարբեր մեթոդներով պատժում է։ Աշխատատեղերը կրճատելով, տնտեսությունը քայքայելով, չգիտեմ, հարկերը բարձրացնելով, վարձավճարները բարձրացնելով, կամ գիտեմ, որ Երևանցին կարող է այդ 50 դրամի մասին խոսալ, մի հատ մեթոդ են կիրառում, տրանսպորտը թանկացնում ենք, կան քաղաքացիներ, որ այդ հին տրանսպորտների տեղերն էլ գիտեն, որտեղ որն է պահպանված, որ կարելի է վերանորոգել եւ օգտագործել, ոչ թե բյուջեից ներդրում անել, նորով փոխել, որ զարմացնել։ Երբ որ մենք Արցախում ծառայում էինք կամ Հայաստանի Հանրապետության այլ հատվածներում մենք օգտվել ենք հին տրանսպորտից, մեծ սիրով գնացել ենք, եկել ենք քանդված ճանապարհով, չենք օգտվել մի զարգացած դպրոցի կամ չգիտեմ, այն գիտակցումով, որ մենք պատրաստ ենք մեզ զրկելու, ուղղակի մեր պետությունը զարգանա եւ պաշտպանված լինի։ Մեզի այս ցուցադրական փափուկ կյանքը պետք չէ, մեզ պետք է ամուր պետություն, թող լինի կոշտ, բայց ամուր։
փապկասուն կյանքը պետք չի այո, մեզ։ եւ ավարտենք մեր հարցազրույցը, ինչպես եւ ինչ քայլերով կարող ենք մենք դուրս գալ այս իրավիճակից։ Երբ ես այս հարցը տարեց եմ, ես ձեզ անկեղծ ասեմ, հիմնականում, ասենք հարցումներ, երբ նաեւ մեր լրագրողները անում են մեր ժողովրդի հետ, հիմնական պատասխանը կարելի ասել 99% եւ ավելի ասում են իշխանափոխություն, ասում են որևէ տարբերակ անհնար է։ Մարդիկ հստակ տեսնում են, որ որևէ քայլ բանակը ուժեղացնելու, տնտեսությունը զարգացնելու, հայկականությունը ամրացնելու, հարևանների հետ, թշնամիտ հետ դրկից ճիշտ հարաբերություններ ունենալու մեկ ելք կա, այս մարդիկ պետք է գնան, որովհետև այդ բոլոր ուղղություններով դուք նաև ավելացրեցիք այդ ցանկին ռեսուրսների հետ կապված, ջրային ռեսուրսներ, ամեն ինչ վտանգված է մեր սննդի անվտանգությունը եւս վտանգված է, դուք շատ կարևոր միտք ասացիք, այո, բոլոր ուղղություններով մենք խնդիր ունենք եւ ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդը համոզվում է մեկ գաղափարի հարցում պետք է փոփոխություն լինի, պետք է գան նոր ուժեր, ուժեղ մարդիկ, գուցե նաև դրանք կլինեն զինվորականներ, ովքեր պատերազմի բովով անցած կլինեն, ամեն դեպքում սրանք պետք է հեռանան։ Կուզենամ կոնկրետ համայնքական ճակատ կուսակցության առաջնորդ Աշակ Կարապետյանի անձով ներկայացնեմ այս ամեն ինչը։ 30 տարի ծառայած Հայաստանի Հանրապետության գեներալ-մայոր կոչում ունեցող ազնվորությունը հաստատ կարողանար իր վաստակած թոշակով ներկայիս առողջականը թույլ կտար, որ այլ բիզնեսով զբաղվեր եւ ընտանեկան բարօրությունը կազմակերպեր, հաստատ թույլ կտար։ Բայց հասել է մի հատ կետի, որ նման ճանապարհ անցած գեներալը ուսերին վերցրել է մի մեծ լուծ, մի մեծ խնդիր, որը ծառացած է մեր հայ ժողովրդի եւ մեր անվտանգության առջեւ, որոշում է կայացնել համախմբել նման գաղափարակից ունեցող մարդկանց եւ նաեւ այն մարդկանց, ովքեր որ անցել են ճանապարհներ եւ ժամանակին դուրս են մնացել այլ պատճառներով, որոնք մտքերը եւ իղձերը կուզենան իրականացնել գեներալի մտածած մտքերի եւ իղձերի հետ, համախմբել եւ այդ ամեն ինչը կազմակերպել։ Հեղափոխություն կլինի, իշխանափոխություն կլինի, դուրս շպրտում կլինի, չգիտեմ ինչ ուզում են անվանեն, բայց որ դա մեզ պետք է։ Ու ասեմ ինչի է պետք։ Ես անձերի հետ ոչ մեկի հետ խնդիր չունեմ։ Ու մեր գաղափարակից ընկերները ոչ մեկ խնդիր չունի, ոչ մեկի անձի հետ։ Տրված էր այդ հնարավորությունը ղեկավարելու, առաջնորդելու, ուժեղացնելու։ Օգտագործվեց հագարակը, թուլացվեց, փակվեց, նսեմացվեց, հանձնվեց եւ պատժվեց մի ողջ ժողովուրդ։ Այն բանով, որ մենք ոգի չունենք, հավես չունենք, չգիտեմ, բարելակված մի հատ ամբողջի ամեն մեկը մի պատիտակ բամբասանքով զբաղված, չգիտեմ, համացանցերով ամեն մեկը իր գրագետ ու տերգետ մտքերը արդայդելով դրանով հայրենիք չես պահի, դրանով հայրենիք չես զարգացնի, դրանով մեր սերունդների ապագան չեն կառուցի։ Ամեն մեկիցս կախված է մեր նորածինի ապագան, ամեն մեկիցս կախված է։ Նորածինը որ ծնվել է, ինքը մեղավոր չի որտեղա ծնվել ու ումից է ծնվել, բայց մեղավոր կլինի այն ժամանակ, երբ որ տեսնի թե իր անցյալներն ինչ են թողել իրեն։ Այդ ժամանակ մեղավոր կլինի, կասի ես մեղավոր եմ, որ ծնվել եմ այդ ծերունդից։ Էս ինչ թողին մեզ։ Թուրան, սպանդ, եղերնի շարունակություն, մեզ դա պետք չի։ Մեզ պետք է հայրենասիրություն, հայ երկ, հայ մշակույթ, եկեղեցի, ժողովուրդ, գաղափարակից մարդիկ համախմբվեն, որոշեն, հաստատ համահայկական ճակատ կուսակցության առաջնորդը, որից է մեկի կարծիքը լսելու ձանձրույթ չունի։ Բոլորինը կլսի, բոլորին կընտունի, բոլորին կընտարաչի, բոլորի կարծիքը միաձայն կբարձրաձայնի եւ կառաջնորդի։ Դի միանշանակ ես որպես համածառայակից ընկեր համատեղ ծառայելու որպես ենտակա գեներալին ծառայել եմ եւ իր սկզբունքներին ծանոթ եմ։ Գյումրիում ծանոթ են շարժմանը գաղափարներին, նաև կա համահայկական ճակատ կուսակցության գաղափարներին, գյումրեցիների որոշ մասը ծանոթ է, հույսով եմ ընտրությունների ընթացքում եւ ընտրություններից հետո համայնքային
ավելի կընդլայնվի, քանի որ ժողովուրդը զբաղված է իրեն մենակ զգացող ժողովուրդը զբաղված է իր որոշմամբ, կուզենա որ ճիշտ որոշում կայացնի, այս հոգսը իր ուսերին կա, այդ հոգսը կա, ոնց որ չի կարող դեռ աշկ բացի նայի, թե իրեն ով կօգնի, ով կխանգարի, այդ լարվածությունը կա։ Պետք է օգնել ուղղակի։ Պետք է օգնել, միանշանակ։ Պետք է օգնել այդ մոլորվածությունից դուրս բերել։ Մեզ պետք չեն համացանցում հայոյանքներ, չգիտեմ դադավարություններ, մեզ դա պետք չի, մեզ պետք է միմյանց հանդեպ հարգանք, միմյանց հանդեպ ժպիտ ու սեր եւ համախմբում։ Պետք չի ցեղ շպրտելով համախմբել մոլորված ժողովրդին, երբևիցե դա մեզ պետք չի։ Շնորհակալ եմ, հուսանք, որ ընդդիմությանը կհաջողվի իսկապես բռունց կդառնալ եւ ձեր շարժմանը եւս կհաջողվի, հաջող ընթացք եմ ցանկանում, որովհետեւ ընտրությունները հեռու չեն։ Իսկ Գյումրիին ցանկանում եմ, որ հաղթական լինի Գյումրին մարտի 30-ին իսկապես տոն լինի եւ 2018-ին, երբ ինչ որ մեկերը այսպես քայլելով գալիս էին Գյումրիից, այսօր հենց Գյումրին տա պատասխանը այդ գունավոր հեղափոխության սցենարով իշխանության եկածներին։ Ես կուզենայի, որ գուցե եւ այսպես ասենք սիմվոլիկ մեր հաղթանակների սկիզբը, այս իշխանություններից ազատվելու սկիզբը եւս դրվեր Գյումրիով 25 թվական մարտի 30-ով։ Այո, կար նման մի հատ, չգիտեմ ով էր գրել, բայց ոնց որ ճիշտ է, այդպիսի մտքեր կան։ Մտքեր կային, որ ասել են ոնց որ եկել է մարտի 30-ին, տենց էլ կգնա։ Այո, մտքեր գրողներ եղել են, միտքը, որը նաեւ իմ մոտ ու ես օգտվելով առիթից կուզենամ, որ մեր հանրապետության ողջ տներով, դռներով, քաղաքներով, գյուղերով, թաղերով բոլորը մի անգամ եւս իրենց վերանայեն հարց տան, մենք ինչու ենք լռում ենք արդյոք ճիշտ է, բարձրաձայնում ենք, ինչու ենք բարձրաձայնում եւ մեր դեմ ինչ խնդիր ունենք մենք լուծելու։ Բոլորիս ձայնը կարեւոր է, որոշում կայացնենք այն հարցում, որ կա այսօր մի ուժ, որ պետք է մենք միանանք, գաղափար ունենա, առաջնորդ ունենա, որ բոլորին գնանք խնդրանք, ասենք հարգելիս, քույրս, եղբայրս, ընկերս, մենք փրկության կարիք ունենք, մեր փրկողը այսիշ մարդն է, բերեք միանանք ու փրկեք մեզի։ Բայց այս քաոսային իրավիճակով շարունակել չի կարելի, աբսուրդ է, դա մեզ կտանի կործանման։ Շնորհակալ եմ, պարոն Ապիկյան, ձեր անկեղծ խոսքի համար, որոշ ժամանակ հետո ես արդեն ասացի, թերևս Գյումրիի ընտրություններից հետո կարծում եմ իմի բերելով թե ինչ կատարվեց մեր հաղթական Գյումրիում, մեկ անգամ եւս ձեզ սիրով հրավիրում եմ մեր եթերի, կիսվելու մեր հետ, մեր ժողովրդի կարծիքը, մեր գյումրեցիների կարծիքը, մեր հեռուստադիտողներին հասցնելու համար։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ հեռուստադիտողներին, որ այսօր մենք հաղորդաշարի տաղավարում ես հյուրընկալել էի պահեստազորի սպա Ահարոն Ապիկյանին։ Լավ եղեք, կհանդիպենք։